Ողջույն սիրելիներս, ինչպես խոստացել էի, կրկին վլոգ էի մալիքում եւ վլոգը սկսում ենք Էջմիածնից։ Ահա եւ Էջմիածնի մայր տաճարը հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը։ Գտնվում է Հայաստանի Արմավիր մարզի Վաղարշապատ քաղաքում։ Ըստ գիտնականների, անտիկ Հայաստանի առաջին մայր տաճարն է, բայց ոչ առաջին եկեղեցին եւ համարվում է աշխարհի ամենահին մայր տաճարներից մեկը։ Եկեղեցին կառուցվել է 4-րդ դարի սկզբին 300-ից 303 թվականներին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում, խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483-ից 484 թվականներին։ Պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո կառուցումից մինչև 5-րդ դարի երկրորդ կեսը տաճարը ամենայն հայոց կաթողիկոսների նստավայրն էր։ Անցած տարի երբ այցելեցի, վերանորոգում էին եւ չկարողացանք եկեղեցու ներսը մտնել, այս անգամ մտանք ներս, բայց ցավոք եկեղեցու ներսում նկարահանել կամ նկարելը չէր թույլատրվում։ Իդեպ ներսի հատվածում մոմ վառելու տեղ չկա եւ պետք է մոմ վառելու համար գնաք մեկ այլ կառույց է, այնտեղ վառեք մոմը։ Մոմ վառելով չէ որ մեր աղոթքները Աստծուն են տեղ հասնում, աղոթենք եւ մեր աղոթքները անպատասխան չեն մնում։ Ինչպես խոստացել էի, ահա եւ մայրամուտը ամենագեղեցիկ մայրամուտներից մեկն է։ Տեսնում եք ինչ գեղեցիկ տեսարան է, ամեն օր ահա այսպիսին է եւ ավելի գեղեցիկ։ Կարելի է ասել ամեն օր ես նկարում եմ ամենօրյա մայրամուտը, շատ գեղեցիկ է։ Ահա եւ ծանոթացեք այս գեղեցիկ փիսիկի հետ, ես ամեն օր իրեն կերակրում եմ։ Միգուցե չհավատաք, բայց կենդանիները այնքան շնորհակալ են, ամեն կերակրելուց հետո կարելի է ասել ինքը իր շնորհակալությունն է հայտնում։ Եթե կարող եք կերակրեք դրսի կենդանիներին, որովհետև իրենք կարիքը ունեն մարդկանց, որոնք որ կկերակրեն իրենց, նամանավանդ այս ցուրտ եղանակներին։ Եթե նույնիսկ չեք կարողանում կերակրել դրսի կենդանիներին, խնդրում եմ դուք էլ լավ վերաբերվեք եւ ձեր երեխաներին էլ ասացեք, որպեսզի լավ վերաբերվեն դրսի կենդանիներին։ Այսօրվա երեկոյան ընթրիքն է, Facebook-ում դրել էի այս նկարը եւ գրել ինչ եմ պատրաստում, շատերը գրել էին խաշլամա, բայց խաշլամա չեմ պատրաստում, այլ վրացական խոհանոցի չաշուշուլի ուտեստն եմ պատրաստում, շատ համեղ է, իդեպ իմ ալիքում կա պատրաստման եղանակը, ներքևում հղումը կդնեմ, եթե ցանկանում եք կարող եք դուք էլ պատրաստել այս համեղ կերակուրից։ Ահա եւ արդեն իսկ առավոտյան մեկ այլ օր է եւ գնում եմ իմ ընկերուհուն տեսնելու։ Իսկ ընթացքում էլ այսպես կնկարեմ, ովքեր որ կարոտել են Հայաստանը, դուք էլ տեսեք, թե արդյոք փոխվել է Երևանը, թե ոչ։ Առավոտյան ժամերին այդքան էլ շատ խցանումներ չկան եւ ում որ պետք է տեսնեմ, հանդիպեմ, աշխատում եմ ավելի շատ ժամը 11-ի կողմերը հանդիպեմ, որովհետեւ արդեն իսկ երեկոյան բավականին խցանումները շատ են լինում։ Այս գեղեցիկ ծաղիկները գնել եմ ընկերուհուս համար, կգնամ եւ կհանդիպեմ, որովհետեւ երկար ժամանակ է որ իրեն չեմ տեսել, անցած տարի չկարողացա իրեն հանդիպեմ եւ հիմա այսօր կհանդիպեմ իրեն։ Ամեն անգամ միտեղ գնալուց օգտվում եմ Yandex-ից, բայց ոչ միշտ եմ գոհ լինում, չնայած երբ թե գոհ չեմ լինում, այդ կոճակը որտեղ որ աստղիկներ են նշում, երբեք էլ չեմ նշում։ Մեկ անգամ էլ այնպես պատահեց, որ հենց նստեցի Yandex-ը, այդ պահին ձեռքս կպավ եւ միանգամից 5 աստղիկներ նշանակվեց եւ ընթացքում կարելի է ասել բավականին դժգոհ մնացի այդ վարորդից, բայց հետո ճուղեցի, այնպես որ այդպես էլ է ստացվում, երբ որ 5 աստղ ես նշանակում, բայց իրականում մատդ է կպնում այդ կոճակին եւ գոհ չես լինում տվյալ վարորդից։ Չնայած լավ վարորդներ էլ կային, որոնք որ հիանալի էին քշում։ Ահա եւ հյուսիսային պողոտայում եմ արդեն, կհանդիպեմ իմ շատ սիրելի ընկերուհուն եւ միասին հիանալի ժամանակ կանցկացնենք։ Իդեպ այդքան էլ շատ մարդաշատ չէր, քանի որ այս ժամերին բավականին ավելի թեթև է լինում, դրա համար ընտրում եմ այս ժամերը հանդիպելու համար, ահա տեսեք, այդքան էլ շատ մարդ չկա հյուսիսային պողոտայում։
Քանի որ ժամանակը սուղ է, ես երեկոյան մեկ այլ ընկերուհուս պետք է հանդիպեի եւ ահա արդեն իսկ երեկոյան ժամերի բավականին խցանումները շատ են։ Այն որ պետք էր 10-ից 15 րոպեում հասնեի տուն, ես հասա տուն 45 րոպեում։ Հանրապետության հրապարակում միշտ եռում է կյանքը, կարելի է ասել, շատ ակտիվ է, մարդկանցով լի է, որովհետև օրվա որ մասին էլ գնաս, միշտ լեփ-լեցուն է մարդկանցով։ Հանրապետության հրապարակը քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցն է, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի, այն նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին։ Դե ինչ սիրելիներս, ավարտեմ այս ինֆորմատիվ վլոգը, եթե հավանեցիք մի մոռացեք սեղմել լայք։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։